2025 թվականին միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հիմնական ձեռքբերումներից կցանկանայի առանձնացնել 3-ը, նախ գիտական քաղաքականության ոլորտում մեր հաջողություններից գլխավորը ամենամյա միջազգային գիտաժողովի կազմակերպումներ, հետխորհրդային փոխակերպումներ, աշխարհաքաղաքականություն, ազգաշինություն եւ զարգացում, որին մասնակցեցին ավելի քան 80 հետազոտողներ, որից 50-ը միջազգային գործընկերներ Եվրոպայից, Ամերիկայից, Ասիայից։ Հաջորդ կարևոր ուղղությունը գիտական քաղաքականության ոլորտում YSU Journal of International Affairs-ի հիմնադրումն էր, որը համապատասխանում է միջազգային լավագույն չափանիշներին եւ կոչված է սահմանելու նոր հետազոտական ճաշակ, խթանելու բանավեճերը միջազգային հարաբերությունների գիտության ոլորտում։ Կարևոր ձեռքբերումներից էր նաեւ կրթական քաղաքականության ոլորտում նոր մագիստրոսական ծրագրի հիմնումը՝ միջազգային հարաբերություններ եւ դիվանագիտություն, որը իր դասախոսական կազմով եւ առարկայացանկով լավագույնն է եւ այստեղ մենք կարողացանք նաեւ ներգրավել միջազգային գիտնականներ Բելգիայից, Նոր Զելանդիայից եւ եվրոպական այլ երկրներից, որոնք դասավանդում են հիբրիդային ձևաչափով։ Մեկ այլ կարևոր ուղղություն էր միջազգայնացման գործընթացը, բացի մեր ավանդական եվրոպական համալսարանների հետ գործընկերությունից, մենք նաև նոր կապեր հաստատեցինք Չինաստանի առաջատար համալսարանների, այդ թվում Չինաստանի արտաքին գործերի համալսարանի հետ, ինչպես նաև Հնդկաստանի Ջավահարլալ Նեհրուի համալսարանի հետ։ Այս գործընկերությունը չափազանց կարևոր է, քանի որ մենք իբրև պետական համալսարան այս գործընկերությունը դիտում ենք ոչ միայն գիտական համագործակցության զարգացման համատեքստում, այլև ակադեմիական դիվանագիտության համատեքստում, փորձելով դրական կերպար ստեղծել Հայաստանի եւ Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ։ Մաղթում եմ, որ 2026 թվականը լինի հաջողություններով, միջազգային եւ ներհասարակական ներդաշնակությամբ, ամենայն բարիք եւ հաջողություններ։